Արթուր Խաչիկյան, քաղաքագետ։ Բայց Հայաստանում մենք գործ ունենք նոր ֆենոմենի հետ։ Մեզ մոտ ամեն ինչում մեղավոր դուրս եկան ոչ թե այլ ազգության մարդիկ կամ դասակարգային թշնամիները, այլ Արցախի մեր սեփական հայրենակիցները, մարդիկ, ովքեր փախստական դարձան հենց մեր հանճարեղ առաջնորդի մեղքով։ Այն նույն մարդիկ, ում նա անվտանգ կյանք էր խոստանում, ում հետ ապրում էր Շուշիում։ Անպաշտպան մարդկանց, փախստականների, կանանց ու երեխաների վրա թափվեց ատելության ալիք։ Նա նրանց մեղավոր դարձրեց իր բոլոր սխալների համար։ Նա սպառնում է նրանց, հրմշտում է նրանց, գոռում է նրանց վրա, հին ձայնապնակի պես սեղմելով հին կոճակը՝ նախկիններ, Ռոբերտ, Սերժ։ Նրա հետևից միացավ նրա գեբելսյան բանակը, երկար տարիների ընթացքում արցախցիներին դարձրին թշնամի, նրանց մեղադրեցին բոլոր մեղքերի մեջ։ Հենց այս մարդու եւ նրա օտարերկրյա տերերի հրամանով նրանք հող նախապատրաստեցին նրանց հրեշացման եւ թշնամուն հանձնելու համար։ Հայհոյում է, սպառնում է, մատ է թափ տալիս, հիստերիա է անում, անպաշտպան կանանց ու երեխաների վրա իր ոստիկանական խուժանի բանակի ներկայությամբ։ Իսկ երբ նրա վրա թքում եւ ոտքերն են մաքրում հարևան պետությունների առաջնորդները, այս վախկոտը լռում է։ Նրանց վրա նրա դուխը չի հերիքի։ Դա հերիքում է միայն կանանց, երեխաների ու փախստականների վրա։ Այսպես է վարվում վախկոտը, խաբեբան ու դավաճանը։ Այստեղ պետական ղեկավարից ոչինչ չկա, տղամարդուց ոչինչ չկա, եւ հենց այդ պատճառով է նա սպառնում ալֆա որցերին, որ նրանցից ինչ-որ բան կկտրի, որովհետեւ հենց դա ինքը չունի։ Չկա այնտեղ ոչ պետական գործիչ, ոչ էլ տղամարդ, եւ հենց այդ պատճառով նա ատում ու նախանձում է եւ հայ տղամարդկանց, եւ հայ ժողովրդին։